Վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից էլեկտրոնային նամակ են ստացել, թե իբր հետախուզվում են կիբերպոռնոգրաֆիա, պոռնոգրաֆիական կայքեր ու մանկական պոռնո ստեղծելու եւ տարածելու համար։ Ներքին գործերի նախարարությունից շտապում են տեղեկացնել, ոստիկանությունը որևէ կապ չունի այդ հաղորդագրության հետ։ Այն հերթական կեղծիքն է մարդկանց կիբերհանցագործության զոհ դարձնելու եւ անձնական տվյալները հափշտակելով գումար յուրացնելու համար։ Դա զեղծարարների կողմից ստեղծվել է, որպեսզի հետագայում մեր քաղաքացիներից գումար շորտեն, քաղաքացիներին կորդորեն պարզապես անտեսեն այդ գրությունները եւ հիշեն, որ եթե ոստիկանությունը որևէ անձի ուզում է հրավիրել ոստիկանության ստորաբաժանում, պարզապես նրա բնակության հասցեն, ուղարկում են համապատասխան ծանուցագրեր։ Միայն ուշադիր ընթերցել է պետք հասկանալու համար, որ էլեկտրոնային այդ նամակը ոստիկանությունից լինել չէր կարող։ Ասում են մասնագետներն ու նկատում նամակի բովանդակությունն այնպիսին է, որ մարդիկ մտածելու ժամանակ չունենան եւ հապճեպ գործելու արդյունքում սխալներ թույլ տան։ 48 ժամ հետո մենք պետք է զեկույցը ուղարկենք Արդարադատության նախարարություն եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետին, որով նա կալանավորման օրդեր է ստացել։ Դուք կգրանցվեք սեռական հանցագործությունների ցուցակում։ Ձեր ֆայլը կուղարկվի նաեւ լրատվամիջոցներին լայն տարածման համար։ Իմաստը շատ պարզ է, մարդուն վախացնել, ստիպել դուրս գալ կապի, հետո ինչ որ տարբերակներով գումար կորզել։ Օրինակ համոզել տուգանք վճարել, որպեսզի չդատվի եւ այլն։ Եթե հետները կապնվեց, իրենք արդեն հասկանում են, որ մարդը դյուրահավատ է ու կարելի է խաբել։ Կիբերհանցագործությունները մեր առօրյայի անբաժան մասն են դարձել ու հասել աննախադեպ քանակի։ Ահա զանգում է Սամվել Մարտիրոսյանն ու հավելում. Հայաստանում խոսում ենք մեդիա գրագիտության մասին, բայց իրականում անգամ բուն գրագիտությանը հատկացվող ծախսերով աշխարհում ամենացածր դիրք զբաղեցնող երկրներից ենք։ Իսկ այն հասարակությունը, որը գրագետ չէ, չի կարող մեդիա գրագետ լինել։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։